Ծանոթություն շախմատին։ Շախմատի խաղատախտակը քառակուսի է։ Խաղատախտակը բաղկացած է 64 հավասար վանդակներից։ Խաղաքարեր։ Շախմատ խաղում են 32 խաղաքարով։ Շախմատի խաղատախտակի վրա գոյություն ունեն ուղղաձիգներ, հորիզոնականներ։ Շախմատ խաղում են 32 խաղաքարով, 16-ական սպիտակ և սև։ Շախմատում գոյություն ունի 6 տեսակի խաղաքար, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումը, նշանակությունը և կիրառությունը։ Արքա, թագուհի, նավակ, փիղ, ձի, զինվոր։ Շախմատի խաղատախտակի վրա գոյություն ունեն ուղղաձիգներ, հորիզոնականներ, անկյունագծեր, որոնց իմացությունը կօգնի ավելի լավ պատկերացնել խաղատախտակը։ Դաշտերի այն շարանը, որը գտնվում է մեկ սյան վրա, անվանում են ուղղաձիգ։ Կողմերից յուրաքանչյուրն ունենում է մեկ արքա։ Արքան յուրաքանչյուր քայլի ժամանակ կարող է տեղաշարժվել բոլոր ուղղություններով մեկ դաշտ։ Արքան կարող է վերցնել մրցակցի խաղաքարը։ Խաղատախտակից հանում ենք այդ խաղաքարը, իսկ արքան տեղադրում նրա զբաղեցրած դաշտում։ Սպիտակների արքան կարող է վերցնել սևերի նավակը կամ զինվորը և զբաղեցնել նրա տեղը։ Դատարկ խաղատախտակի վրա ամենաշատը քանի արքաներ կարող ենք տեղադրել այնպես, որ նրանցից ոչ մեկը մյուսների հարվածի տակ չհայտնվի։ Թագուհի, թագուհու քայլը։ Արքային ծանոթանալուց հետո կարող ենք ծանոթանալ ամենաուժեղ խաղաքարին՝ թագուհուն։ Թագուհին կարող է շարժվել բոլոր ուղղություններով։ Եթե շարժման ճանապարհը փակված չէ խաղաքարերով։ Խաղատախտակի վրա տեղադրել 8 թագուհի այնպես, որ նրանցից որևէ մեկը մյուսների հարվածի տակ չլինի։ Նավակ, նավակի բնութագիրը։ Նավակը հեռահար խաղաքար է, հորիզոնականների և ուղղաձիգների ուղղությամբ շարժվելու հզոր ունակություններով։ Փիղ, փղի բնութագիրը։ Փիղը նավակի պես հեռահար խաղաքար է։ Այն կարող է շարժվել անկյունագծերով դեպի առաջ կամ հետ, եթե շարժման ճանապարհը փակված չէ խաղաքարերով։ Ձի, ձիու բնութագիրը։ Ձիու շարժման ձևը ցանկացած դիրքով նման է հայերեն Լ տառին։ Սպիտակ դաշտում գտնվող ձին իր քայլն ավարտում է սև դաշտում։
իսկ սև դաշտում գտնվող ձին քայլից հետո հայտնվում է սպիտակ դաշտում։ Այս դիրքում ցույց են տրված այն դաշտերը, որտեղ քայլից